Չեմ կարող ասեմ, բայց չեմ ուզում հանդիպեմ, չեմ էլ ուզում մտածեմ, էլի։ Կասեմ խափեցիք մեզ, Փաշինյանին կասեմ խափեցիք։ Ախ ինչ ասենք, ասելու ինչ կա որ։ Ասելու ինչ կա։ Թույնք իրան առավոտ տենալուց նա տենա ինչ ասում իրան էլ վարշե։ Ես տենց ասել։ Այդ բալուսան է էլ իր հետ։ Մարդ առավոտ որում է լվացելու առաջինում է տենում, ասում է հարևանի աչքը տեսել բաց զգացի հետ օրնոց։ Չէ, մարդ իրանով է։ Մարդը իրանով է հայրենիք էլի, իրանով է։ Իր ստեղծածով, իր ապրածով է։ Բայց սենց ուր ենք էտում։ Երկիրը լավ ղեկավարի։ Մենք չենք ուզում, որ Թուրքի հետ հաշտվենք։ Ժողովուրդ չգիտեմ, քանի տոկոսնի, որ ուզում է հաշտվի Թուրքիային։ Սահմանները թող բացվի, բայց Թուրքը գա Հայաստանում մնա, իրանց ասածները հայերը չեն հիշում, որ հայը պետք է սուսանես փշի, Թուրքը գա զարգանա, հային կոտորի։ Գուցե մի քիչ պինդ է, թույլ է։ Ես Փաշինյանին որպես ղեկավար չեմ համարում։ Եվ ինչ կասեք նրան, երբ հանդիպեք։ Ես այնքան բաներ ունեմ ասելու։ Օրինակ, Հիմա երեխոմոտ չեմ կարող ասեմ։ 44-օրյա պատերազմի ժամանակ իմ ամուսինը անհետ կորած է։ Ասելու բան չկա։ Դար ինչ հանդիպես։ Դար ինչ հանդիպես։ ինչ կասեք, եթե ձեր դիմացուց կա։ Հա? Ինչ կասեք, եթե ձեր դիմացուց կա։ Իմ դիմաց։ Փաշինյանը եթե ձեր դիմացուց։ Իմ դիմաց են իրանք շունի դուսի։ Արխայել։ Ինչ ասեմ, կամ պետք է ասեմ հեռացի, կամ էլ պետք է ժողովրդի հոգսերը թեթևաց։ Թանկացումները ժանացնի, աշխատավարձերը բարձրացնի։ Ընդհանրապես կասեմ, թոշակառուն պետք է ապրի արժանավայր։ 40,000-ով չես կարող թոշակառու պահել։ Դրանք չերիկի դեղերին, կոմունալներին եւ այլն։ Եթե մեր երեխաները չլինեն, երևի թոշակը չի բավականացնի մի քանի օրվա համար։